Պայթողարկեր, շչակի խլացնող ձայներ, մոխրից հառնող անորոշություն, պատերազմ էր։ Պատերազմ, որը բաժանեց մեր կյանքը եւ պատմությունը երկու մասի՝ 20 թվականից առաջ եւ հետո։ Հինգ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ եւ վարձկանների ներգրավմամբ սանձազերծեց լայնածավալ հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ զորահավաք։ Արյունալի պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր եւ շրջադարձային էջերից մեկը։ Պատերազմը տևեց 44 օր։ Մեր զինվորները եւ պատերազմի գույժը լսելուն պես մարտի դաշտ մեկնած կամավորականները 44 օր շարունակ կենաց մահու պայքար տվեցին հանուն հայրենիքի եւ հանուն բոլորի սապագայի։ Պատերազմի ընթացքում զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն ապարդյուն։ Պայմանավորվածությունները չպահվեցին։ Ադրբեջանական կողմը շարունակեց գրոհները, թիրախավորելով խաղաղ բնակիչներին։ Պատերազմի 44-րդ օրը հաղթելու ենք հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ ցավոտ իրականության մասին, պարտվել ենք։ Բայց ոչ թե հայ զինվորը, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։ Արդեն նոյեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարվեց կրակի դադարեցման մասին։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարություն, որը փաստացի դադարեցրեց պատերազմը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով այս համաձայնագրի կետերը եւս չիրագործվեցին։ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղապահների դիտակետեր տեղակայվեցին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 3981 զոհ, 191 քաղաքացու ճակատագիր դեռևս անհայտ է, համարվում են անհետ կորած։ Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնապես դեռ չկան հրապարակված զոհվածների, անհետ կորածների անունները։ Այսօր էլ չնայած իշխանությունները այլևս փակ են համարում Արցախի էջը, բայց հայ ժողովուրդն ապրում է Արցախը վերադարձնելու հավատով եւ իղձով։